Հայաստանի համար անվտանգային երաշխիք, թե աշխարհաքաղաքական նոր սպառնալիք է թրիփը։ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանին հարցնում է Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը։ Միանշանակ անվտանգության երաշխիք է։ Ընդդիմադիր падգամավորը հիշեցնում է ԿՊԱ-ական Խանդանյանին, թրիփ նախագծի կնքահայր Դոնալդ Թրամփը հստակ բացատրել է, թե իր անունը կրող, բայց դեռ չկառուցված ճանապարհը Հայաստանի պատկերացրած անվտանգային երաշխիքը չի կարող դառնալ։ Դոնալդ Թրամփը շատ հստակ բացահայտել է, որ այն անվտանգության այն համատեքստը, որ մենք նկատի ունենք հետպատերազմյան Հայաստանը, այդպիսի երաշխիքներ այն իր մեջ չի կրում։ Լիլիթ Գալստյանի հարցին որպես պատասխան թեկնածու Խանդանյանը Հայաստան, ԱՄՆ, Ադրբեջան, Վաշինգտոնյան փաստաթղթից մի կետ է մեջբերում եւ դա ներկայացնում որպես անվտանգային երաշխիք։ Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը եւ իրավազորությունն իր սահմանների եւ մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է իրականացնել արդյունավետ սահմանային կառավարում եւ ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը իր ներպետական օրենսդրությունը եւ միջազգային համաձայնագրերին համապատասխան շարունակում է եւ կարևորը բան հատվածներ, ինքնիշխանության եւ իրավազորության եւ անվտանգության ապահովման հատվածը։ Ըստ Խանդանյանի, մեր հարավային հարևան Իրանում էլ Թրամփի ուղու վերաբերյալ անհանգստություն չկա։ Որևէ տեսակի անհանգստություն վերջին 1 տարվա ընթացքում համաձայնագրի ստորագրումից հետո մենք իրանական մեր գործընկերներից չենք լսել։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել ցանկացող Խանդանյանը հավանաբար տեղյակ չէ, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը 2025-ի օգոստոսին հայտարարել էր, որ տարածաշրջանում ճանապարհների բացումը ընդունելի է, եթե դա արվում է առանց օտարերկրյա միջամտության։ Թրիփի կամ Թրամփի ուղու վերաբերյալ իրանցի բարձրաստիճան զինվորականների վերջին հայտարարությունից մի հատված է կարդում Հայաստան խմբակցության падգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ Որ ասում եք սպառնալիք չի, Թրիփը տեսեք, Իրանի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ Թրիփ նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա, եւ եթե Իրանը դեմ է Պարսից ծովում ամերիկյան ներկայությանը, ապա նշանակում է նույն տրամաբանությունը կա նաեւ Կովկասում։ Ու ակնհայտ է, որ այս ԱՄՆ-ի ու Իրանի շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում այս ծրագրի իրագործումը պոտենցիալ սպառնալիքի կոմպոնենտներ պարունակում է, պարոն Խանդանյան։ Որպես ճանապարհների ապաշրջափակման կարևոր նախագիծ ներկայացվող թրիփը ինչ լայնություն կամ խորություն է ունենալու, Հայաստանի որ տարածքներով է անցնելու, հարցնում են Հայաստան խմբակցության падգամավորները։ Շատ տեխնիկական բնույթի հարց է, որին տեխնիկական մասնագետները պիտի տան, այնուամենայնիվ դա թրիփը կներեք արտահայտությանս համար չափառապատ ճանապարհ չէ, որպեսզի ասեմ, որ դրա լայնությունը լինելու է 1.5 կիլոմետր։ Ոչ չափառապատ ճանապարհ Թրամփի ուղու ադրբեջանական եւ հայկական հատվածներում երկու երկրների քաղաքացիները նույն պայմաններով են երթևեկելու, շարունակում է հարցնել Աննա Գրիգորյանը։ Ես ուզում եմ հասկանալ Հայաստանի համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Թրիփում գործող ռեժիմը որ ճանապարհին է տարածվելու։ Այսինքն մեր բեռնատար մեքենաները, մարդատար մեքենաները Ադրբեջանի որ ճանապարհով կարող են անցնել ունենալով նույն ռեժիմը, որ գործելու է Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող 43 կիլոմետրի վրա։ Խանդանյանը հասկացնում է, որ դեռ ոչինչ պարզ չէ, քննարկման առարկա է ըստ նրա։ Էդգար Ղուշչյան, Էլեն Յահինյան, Հայլուր։